Պարոն Ղազենյան, ես կուզեմ մեր զրույցը այսօր սկսենք Սամվել Կարապետյանի վերջին հայտարարության արձանագրումով, որ հեծի սեփականազրկման վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը։ Ըստ ձեզ, ինչ պետք է հաջորդեր սրան, եթե գործ ունենայինք հենց որոշման կատարման հետ, որովհետև գիտենք, որ հենց հետ ժամանակավոր կառավարիչը Ռոմանոս Պետրոսյանը ԿՊԱ-մերձ շրջանակները պնդում են, որ արբիտրաժային տրիբունալն ամբողջությամբ մերժել է հեծի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները։ Հերթական ապատեղեկատվություն մեր մասն, եթե ոչ սուտ եւ կեղծիք, ընդհանրապես արտակարգ արբիտրի այդ միջանկյալ միջոցը, որը պետք է վաղուց կատարված լինի Հայաստանի Հանրապետության կողմից, չի կատարվել, վերահաստատել է, որ պարտադիր կատարման ենթակա է, մինչդեռ դա վերահաստատել է արդեն քննություն կատարող կազմը։ Եվ վերահաստատելով հանդերձ չի անդրադարձել այս պահին, որպեսզի այն անդրադառնա վեճի քննության ընթացքում եւ Հայաստանի եւ Կիպրոսի միջև համաձայնագրի այդ կատարման, այսպես ասած, ամբողջ ծանր չկատարված հետևանքները լինելու են Հայաստանի Հանրապետության վրա։ Այսինքն մեր անձնական կարծիքով իշխանությունների վրա ավելի շատ, ոչ թե Հայաստանի Հանրապետության։ Բայց դա վեճը քննվում է Հայաստանի Հանրապետության անունով, այսինքն մի կողմից Հայաստանի Հանրապետությունն է, մի կողմից նորմալ, այսինքն սեփականատերը։ Պարզ ասած, ինչ պիտի լինի, որ չի լինում։ Պետք է հենց այդ պահին որոշումը կասեցվել, այսինքն ժամանակով կառավարիչը իհարկե արդեն նշանակված էր, բայց նրա բոլոր գործողությունները, բոլոր գործառույթները պետք է կասեցվեն մինչև վեճի քննության ավարտը։ Եվ դա շատ տրամաբանական է, որովհետև եթե վեճի քննության ավարտին պարզի է, որ տեղի ունեցել անօրինական գործընթաց, ես համոզված եմ դրանում, եւ ընդունենք այդ ընթացքում կառավարիչը շատ լուրջ վնաս պատճառացել է իր գործողություններով, ինչը եւ վկայում է այսօրվա իրական վիճակը։ Ով է փոխհատուցելու, ինչպես է ընդհանրապես կարգավորելու այդ խնդիրը։ Դա վատթարագույն սցենարն է, որին սպասում եք, եւ ըստ ձեզ որը կլիներ լավագույն լուծումը հենց այս փուլում կարճաժամկետ հեռանկարում։ Ընդհանրապես լավագույն լուծումը իմ կարծիքով Սահմանադրական դատարանի արդարացի որոշումն է, էներգետիկայի մասին օրենքում փոփոխությունները համարել հակասահմանադրական եւ ընդհանրապես process-ը այսպես վերադարձնել status quo-ի ժամանակվա, բնականաբար այդ փոփոխությունները հակասահմանադրական են միանշանակ եւ բայց այս իշխանությունների կողմից չեմ սպասում այդպիսի բան։ Պարոն Ղազենյան, հեծի շուրջ կատարվողին զուգահեռ տեսանք նաև, որ արտերկրից հնչեցին հայտարարություններ միջուկային էներգետիկայի ոլորտում հեռանկարների համագործակցության մասին, խոսվում է նաև Հայաստանի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերի սինխրոնիզացիայի մասին, որպես ոլորտի այսպես փորձառու մասնագետ, նախ ինչպես եք վերաբերվում այսպիսի հայտարարություններին, սրան ըստ ձեզ ինչ է հաջորդելու Հայաստանի Հանրապետության համար, սա ինչ հեռանկարներ է ստեղծում, դրանք դրական են, պատասական են, որովհետև գիտենք, որ իշխանությունները պարբերաբար նշում են, որ սա հնարավորությունների շրջան է մեզ համար եւ այո, նաեւ հայ-ամերիկյան ինչ-որ հուշագրերը կարող են նոր հնարավորություններ բացել։ Կոնկրետ էներգետիկայի մասով ասեմ, ընդհանրապես շատ լավ է, ընդհանրապես կոմունիկացիաները շատ լինելու հանգամանքը էապես նպաստում է եւ տնտեսության զարգացմանը եւ ամեն ինչի, բայց այս պարագայում խոսել դեռևս ամեն դեպս այս պահին եւ իմ կարծիքով դեռևս շատ երկար ժամանակ ճշնամական պետության հետ այնպիսի բնակավարում, ինչպիսին էներգետիկան է, որպես անվտանգության կարևոր ոլորտներից մեկը համագործակցելու էներգետիկ համակարգը միացնելու իրենց համակարգին անհեռատես քայլ է իմ կարծիքով եւ դա ուղղակի իրավունք չունենք այս պահին դա անել։ Երբ որ կլինի այսպես արժանապատիվ իրական խաղաղություն, այսինքն խաղաղության պայմանագիր, երաշխավորների երաշխավորությամբ, գերտերությունների եւ այլն, այդ պարագայում միգուցե հնարավոր է խոսել, բայց այս պահին դրա մասին խոսելը հերթական դավաճանական քայլ է իմ կարծիքով։
Փաշինյանի կողմից էներգետիկ համակարգերի միավորման մասին հայտարարության համար էր արդյոք նաև, որ ՀԵՑ-ը կարծեք զոհաբերվեց։ Ես միշտ նշել եմ, որ ՀԵՑ-ի նպատակները մի քանիսն են։ Առաջին հերթին ՀԵՑ-ը այսպես խլելու ճակատների մեջ նպատակները մի քանիսն են։ Առաջին հերթին Սամվել Կարապետյանին ստիպել, որպեսզի այսպես կա բանակցությունների հրաժարվի իր նկարտումներից, իր տեսլականից, ընդհանրապես երկրի վիճակի հետ կապված եւ որի արդյունքում միանշանակ ՀԵՑ-ը հետ էր գալու եւ լինելու էր սեփականություն, ինչպես եղել է։ Երկրորդ նպատակը քաղաքականացնելն է ՀԵՑ-ը, որտեղ մեծ ռեսուրս ունեցող կազմակերպություն է, իսկ իրենց այդ ռեսուրսը պետք էր, դա եւս հաստատվեց իրենց կադրային նշանակումներով, իրենց ՀԵՑ-ին հետաքրքիր է միայն այսպես կադրերով, բացարձակ հետաքրքիր չէ դերում չէ կատարվում, եւ միգուցե այսպես թաքնված նպատակ կար նաեւ, որպեսզի ներգրավեր այս Պրոցեսներով ճակերտների մեջ այս բարեկամական իրենց այսպես ասած նաև պրոցեսների մեջ։ Ուղղակի այդ առումով մի քիչ թույլ է արգումենտը, որովհետև ՀԵՑ-ը որպես այդպիսին բաշխողն է, այսինքն պետական ընկերությունն է այդ արտերկրի այսպես ասած կապերը պահում, այդ հոսանքի ներմուծման եւ արտահանման, բայց ամեն դեպքում իրենց տեսակը հաշվի առնելով կարծում եմ, որ դա կարող է լինել։ Կադրերի մասին խոսեցիք, բարբերաբար հրապարակումներ են լինում, որ այսպես յուղոտ պաշտոններ են տրվում իրենց շրջապատին, բայց մյուս կողմից էլ նշում են, որ այդ կադրային ջարդի ենթարկված տարբեր անձինք դիմել են դատարաններ, շահել են գործեր։ Ես հիշում եմ, որ առաջին իրավական պրոցես մեկնարկածներից մեկը նաև դուք էիք, նախ ձեր գործին անդրադառնալով ինչ փուլում է, երկրորդ այս իրավական պրոցեսներին անդրադառնալով ինչպիսի հանգուցալուծում եք ակնկալում նաև ձեր նախկին գործընկերների աշխատանքի վերադարձի եւ այլնի հետ կապված։ Տեսեք, առաջի ատյանում ես երկու հայց ունեի, առաջինը դա այսպես աշխատանքից ազատելու եւ վերականգնելու հետ էր կապված, երկրորդը դիմել էինք կորպորատիվ հայցով, քանի որ կառավարիչը չէր կատարել տնօրենների խորհրդի որոշումը, ըստ որի գլխավոր տնօրենների տեղականներին ազատելուց պետք է այսպես հաշվի առնի կամ հարցնի տնօրենների խորհրդի կարծիքը։ Առաջի հայցով վերականգնման հաղթել եմ, բայց մասամբ առաջի հայցյանը, այսինքն վերականգնումը դատարանը համարել է ոչ հնարավոր, նշելով ինչ-որ այսպես ճգնաժամ կա հարաբերություններում կառավարչի եւ իմ, բայց ֆինանսական փոխհատուցում է տրվել բավականին մեծ, ու մի քանի արդեն այսպես վճիռներ ունեն, երկրորդ հայցս դեռևս քննվում է, բայց մեր ազատված աշխատակիցների մասով ասեմ, համարյա բոլորը ինչքան որ այս պրոցեսը ընթանում է, ինչքան որ ավարտվել է, հաղթում են եւ նույն այդ տարբերակով, այսինքն ֆինանսական փոխհատուցում, բայց ոչ վերականգնում։ Հիմա ֆինանսական փոխհատուցումը ու այնտեղ շատ հետաքրքիր բան վճռի մեջ գրված է, որ հրամանը այսպես օրինական չէ, ապօրինի չասած, այլ դատարանը գտնում է, որ հրամանը ճիշտ չէ, այսինքն միանշանակ կառավարչի սխալն է։ Հիմա կառավարչի սխալ հրաման տալու պատճառով ՀԵՑ-ը այդպիսի փոխհատուցում դիտա ու բավականին մեծ գումարներ են։ Այսինքն ստացվում է, որ քմահաճույքը բավարարելու համար պետք է ՀԵՑ-ն էլ արդեն նշանակում է, որ սակագնի մեջ պետք է մտնի եւ բոլորս պետք է վճարենք այդ սխալների համար։ Հիմա իրանք դեռ չեն բողոքարկել, տեսնենք այդ երկրորդն էլ լինի, ըստ այնու որոշենք ինչ են կան։ Պարոն Խազինյան, գալով նաև հենց տնտեսական, քաղաքական հարցերի սպիկին, սպասվող ընտրություններին են պատրաստվում բոլոր ուժերը, նաև այն ուժը, որին անդամակցում եք, մեր ձևով շարժումը, ասացին, որ փետրվարին կլինի արդեն թեկնածուի անունը, դուք մի փոքր փակագծեր կբացեք, չեմ ակնկալում, որ անունը կհնչեցնեք, ամեն դեպքում ինչպիսի առաջնորդի մասին է խոսքը եւ ում ակնկալենք տեսնել։ Որպեսզի ճիշտ ստացվի, ունենք այսպիսի որոշում, որ հայտարարում ենք այն ինչ հայտարարվել է, որ փետրվարի 12-ին բաց կլինի անունը եւ համոզված եմ, որ բացարձակ մեծամասնությանը շատ այսպես հաճելի եւ իրենց համար ցանկալի տեխնացու կլինի։ Մեզ ծանոթ արդեն բազմաթիվ հարցերի դեպքում կարող եք անգամ գուշակելով է, բայց դրա համար չպատասխանում։
Շատ լավ։ Սամվել Կարապետյանի դերակատարումը որն է լինելու այդ պարագայում։ Ամբողջական պատասխանությունը դերակատարումը իրենն է։ Գիտեք, շատ դեպքերում, երբ որ ասում են ընդունենք, այսպես ասենք, տեխնացուն, բնականաբար տեխնացուն պետք է լինի ճիշտ եւ լավ, բայց մոռանում ենք, որ Սամվել Կարապետյանն է գարանտը, ով ուզում է լինի, ինչպես ուզում է լինի, միևնույնն է Սամվել Կարապետյանն է process-ը ղեկավարում եւ գարանտը Սամվել Կարապետյանն է, այսինքն բնականաբար տեխնացուին միանշանակ պետք է այսպես վստահենք բոլորս եւ այլն, բայց ամեն դեպքում, եթե անգամ մարդ կա, որը վստահում է Սամվել Կարապետյանին, բայց չիմանալով տեխնացունով է, չի պատկերացնում եւ այլն, ամեն դեպքում պետք է վստահի Սամվել Կարապետյանին, որովհետեւ ինքն է ամբողջ process-ը գեներացրել եւ իր անձի հիմամբ, իր անձի շուրջ է ձևավորվել այս կոնսոլիդացիան։ Լինում են մարզային այցեր ձեր ուժի կողմից, լինում են համայնքային այցեր, տպավորությունը որն է, ինչպես է գնահատում ձեր ուժի շանսերը եւ նաեւ առհասարակ ընտրությունների միջոցով իշխանափոխության հեռանկարը իրատեսական է, որովհետեւ տեսնում ենք, որ հաճախ նաեւ այդ հանգամանքն է քննադատվում, ասում են տարիները ցույց են տվել, որ իշխանափոխությունը ընտրությունների միջոցով հնարավոր չի, համենայն դեպս Փաշինյանը չհեռացավ ընտրության արդյունքում։ Քանի որ նոր ուժ ենք, նոր ենք մտել քաղաքականություն, այսպես ասած, թույլ տվեք գնահատական չտամ այս անցած ժամանակվա process-ներին, չստացվի, չեմ եղել, բայց գնահատական եմ տալիս, ամեն դեպքում ունեմ համոզմունք, որ ամենաուշը հունիսի 8-ին այս իշխանությունը չի լինելու։ Անկեղծ եմ ասում, ունեմ համոզմունք, որտեղ ինչպես նշեցիք, մենք շատ մարզային այցելություններ ենք կատարում, վերջին հաշվով այսօր իրենք են ընդունում, որ մենք ենք այսպես գոնե իրենց ասածով ընդդիմադիր առաջին ուժը, բայց մի քիչ որ խիզախություն ունենանք, ասեն, որ ընդհանրապես առաջի տեղով գնացող ուժը, եթե այս քիրակի տեղ ունեն ընտրությունները, եւ անդադ թիրախավորելը մեր ուժին, մեր ղեկավարին, մեր ընկերոջը Նարեկին Կարապետյան, իրենց ընդհանրապես թուլությունն են, այսպես ասած, ցույց տալիս, հասկանալով նյարդայնանում են, որ բավականին արագ դեռևս չստեղծված կուսակցությունը արդեն ընդդիմադիր առաջի տեղում է, չասեմ, եթե ընդունեն ճիշտ, արդեն առաջի տեղում է, պատկերացնում ենք արդեն քաղաքական ճանապարհը բռնելուց ինչեր կատարվեն։ Սա մեծախոսություն խնդրում եմ ինքնագովեզ դեռ մեծախոսություն չդիտվի, բայց ամեն դեպքում այդ ուժեղ իշխանությունը ընդհանրապես իրեն այսպես չի պահում։ Ուժեղ իշխանությունը չի բանտարկում, ուժեղ իշխանությունը չի նյարդայնանում ինչ-որ մի կուսակցություն ստեղծվելուց, անկախ նրանից այդ կուսակցությունը ով է ստեղծում եւ այլն։ Ամեն դեպքում կարծում եմ, որ իրենք են հասկանում արդեն, որ իրենց գնացքը գնացել է։ Տիրախավորման մասին խոսեցիք, Նարեկ Կարապետյանի ակտիվությանը զուգահեռ տեսանք, որ process սկսվեց նաև Կարապետյանի անձի շուրջ, ինչ որ գործ է, կարծեք հարուցվել եւ այլն, չեք վախենում, որ հաջորդը թիրախնդուկ կլինեք, մանավանդ որ տեսանք պարբերաբար ինչ որ քրեական վարույթներով են, այսպես սպառնում, ասում են, այս ինչ գործով հերթի շրջանակներում այսպիսի վարույթներ կան։ Նախ այդ վարույթներից ինչ լուր ունեք եւ երկրորդն էլ դուք չեք վախենում թիրախավորվելուց։ Ճիշտն ասած, լուր չունեմ վարույթներից, արդեն այնպիսի տպավորություն է ստեղծում, որ չգիտեմ, այնպիսի տարի գործ է, որ ամբողջ իրավապահամակարգը չի կարողանում բացել մի քանի հավելագրում կամ մի քանի յուրացում իրենց ասած։ Բնականաբար Նարեկ Կարապետյանին պետք է ինչ-որ ձև փորձեն լռեցնեն, բայց չեն հասկանում, որ դա անիմաստ է, չի լռելու, ինչպես նաև մենք։ Բնականաբար, եթե լսել եք հանձնաժողովում հայտարարել եմ, չէ, որ չեմ վախեցել, չեմ վախենում, չեմ էլ վախենալու։ Ոչինչ չի փոխվել փաստորեն։ Բնականաբար չի էլ փոխվելու, գիտեք, երբեք որևէ մեկը չի կարող ասել, որ ինքը 100%-ով անմեղ է կամ կյանքում չի արել որևէ գործողություն սխալ, բայց ամեն դեպքում երբեք չեմ արել մի բան, որի համար կարող եմ գլուխս կախել։ Խոսքը եւ քրեական, եւ բարոյական, եւ այլ երևույթների մասին է։ Հիմա թող փորձեն։ Իմ ասածը հենց այդ նույնն է, ուժեղ իշխանությունը չի գնում այսպես խոշորությամբ փնտրում եւ վերցնում ինչ-որ մի անիմաստ գործ կալում մարդու վրա։ Դա թուլության նշան է, թող փորձեն, խնդիր չեմ տեսնում։
Տեսնում ենք, որ տարբեր շրջանակներ այսպես գործակալ պիտակն են տալիս, հիբրիդային գործակալ պիտակն են տալիս եւ նույնիսկ այսպես պետության անունից դրսում է հնչում այս պիտակավորումը եւ շատ ուղիղ նաեւ թիրախավորում են ձեր ուժին, մեղադրում այս ու այն երկրի կապերի մեջ, արդյոք որևէ պահի հնարավոր է, որ ընդգրկեք այս հայտարարությունների առաջ, արդյոք հնարավոր է, որ ընտրություններից առաջ, եթե ստեղծվի իրավիճակ, չլինի հաղթահարել, օրինակ ինչպես Մոլդովայում արգելեցին ընդդիմադիր մի քանի ուժերի մասնակցել ընտրությունների։ Ձեր պարագայում ունեք պլան B, կխոսեք դրա մասին, թե չեք ցանկանում բացել փակագծեր։ Պլան A-ել ունենք, B-ել ունենք, C-ել ունենք, բազմաթիվ պլաններ կա, ուղղակի ճիշտ հասկացեք, խոսելը դա կնշանակի արդեն դա պլան չի։ Ամեն վատ բան սպասում ենք իրենցից պատրաստ ենք բոլոր տեսակի իրենց պլաններին հակազդելու։ Ինչ վերաբերում է ձեր ասած պիտակավորումներին, բնականաբար կա հակառուսականության որոշակի աճ։ Այսինքն խաղալով դրա վրա փորձում են Սամվել Կարապետյանին այսպես դարձնել Ռուսաստանի մարդ, չգիտեմ, տարբեր պիտակավորումներ են կպցնում առանց հասկանալու կամ կեղծելով իրենք արդեն քանի տարի է, չէ, Ռուսաստանի իշխանությունների հանդեպ որոշակի գործողություններ են կատարում, չդիմավորելուց սկսած եւ այլն, այն դեպքում, որ Մակեդոնիան խորհրդի բոլոր երկրների ղեկավարներին այսպիսի պրոտոկոլով պետք է անպայման դիմավորեն ընդհանրապետանավակայանում, բայց հենց այդ ժամանակ, երբ որ Սամվել Կարապետյանը բարեգործություն էր անում, նաև Արցախիները օգնում էր, չմոռանանք, որ ինչի համար է հետախուզում հայտարարվել Սամվել Կարապետյանի նկատմամբ Բաքվի կողմից, չէ՞, Արցախի հետ կապված։ Այդ ժամանակ ինչպես էր ստացվում, որ Սամվել Կարապետյանը կարողանում էր այդ ֆինանսական միջոցները ներդնել եւ օգնել Հայաստանին, այն դեպքում, որ Հայաստանի իշխանությունները այսպես ոչ բարյացկամ էին Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ։ Բայց հիմա հանկարծ հենց որ քաղաքական հայտ ներկայացրեց, սկսեցին ասել, որ ինքը Ռուսաստանի կողմից։ Ես չեմ սպասում այս իշխանությունների կողմից ազնվություն, ուղղակի մեր հայրենակիցները պետք է այսպես երկու կարծիքը լսելով ընդհանրապես մեկ վարժություն, երկու կարծիքը լսելով հասկանում ով է ճիշտ ասում, ով է սխալ ասում։ Ստեփանակերտի հրապարակում ծափահարություններ էր, մեծարում էին, ընդունում էին, որ բարերար է, այսօր կա քաղաքական հայտ, հասկանալով, որ իրենց իշխանությունից հեռացնող այս մարդն է, արդեն սկսում են իրենց ասածներ 170 աշճան փոխել։ Ավարտելով, քանի որ նախընտրական եռուզեռ է մեկնարկել, տեսնում ենք, որ իշխանությունները նոր այսպես քաղաքական տեխնոլոգիաներ են կիրառում, սրտիկների տեսքով, երգերի տեսքով, ինչ-որ համերգներ են կազմակերպում, դուք ավելի այսպես դասական նախընտրական արշավի փուլում եք, հնարավոր է, որ ձեր տեխնոլոգիաներն էլ փոխվեն եւ մի օր տեսնենք դուք եք երգում, դուք եք ինչ-որ ձեր սերը արտահայտում ժողովրդի հանդեպ։ Անկեղծ ասած, եթե սերը արտահայտելը ամեն օր ինչ-որ տարբեր երաժշտությունների ներքո սրտի կանելն է, ես այդպեսին չեմ, չգիտեմ, կարծում եմ մեր ուժն էլ այդպես չի, մեր ղեկավար առավել ևս, մենք ինքնագովես նորից չընչի, մենք գործի մարդ ենք, եթե երկրում կա խնդիր, մենք չենք զբաղվում դիսկոտեկներ կազմակերպելով, մենք զբաղվում ենք խնդիրներով։ Առավել ևս մեր ղեկավարի հետ կապված, նախորդ հարցի հետ կապված ցանկանում եմ փոքր հավելում, որ Սամվել Կարապետյանը փոխադարձ հարգանքի հիման վրա այսպես հարաբերություններ ունի բոլոր երկրների ղեկավարների կամ կառավարությունների հետ, որտեղ որ ներդրումներ է կատարում, նրանք Կիպրոսն է եւ Արևմուտքում կան երկրներ եւ Ռուսաստանում, այսինքն իրեն թույլ տալ ինչ-որ բան շատ դժվար է հավատացած եղեք։ Ձեր այս հարցի հետ կապված չեմ ուզում եմ գանք հասնենք մի իրավիճակի իրականում, որ այսպես եւ սրտի կանենք եւ ուրախ լինենք բոլորս եւ ունենանք նորմալ երկիր, ունենանք չստող իշխանություն, ունենանք ժողովրդի մասին մտածող իշխանություն, ունենանք կուշտ իշխանություն, որը բյուջեի կողմ անգամ չի նայելու, ունենանք այո վարչապետ, որը տարին 1 դրամ է ստանալու, ինչքան ուզում է փորձեն ժողովրդի մեջ մտցնեն իբրև թե թալանելու են դրամ 1 դրամ, ախր
իրենք նյարդայնանում են, չի աշխատում արդեն, հասկանում եք, հեծի մասով չի աշխատում, այս մեկ դրագի մասով չի աշխատում, իրենք էլ են չէ ստուգում իրենց բազմաթիվ իշխանական լծակներով ինչը ոնց է աշխատում ժողովրդի մեջ, այսինքն ինչ պոպուլյար է լինում կամ ոչ պոպուլյար։ Դրա համար նյարդայնանում են, սկսում են արդեն այսպես մեծ ծավալներով սխալներ գործել, ոչինչ, թող նյարդայնանան, շատ չի մնացել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։